Լսումների մասնակցության հրավերը, մտածում եմ ինչպես սկսեմ խոսքս, սիրելի ժողովուրդ, հարգելի ժողովուրդ, բայց արդեն սիրելի, հարգելի ժամանակ անցել է, սիրելի, հարգելի արժանանում է այն ազգը, ով պահում է իր հայրենիքը, ով արժևորում է իր նահատակ հերոսներին, ով գնահատում արժանապատվորեն տանում է իր քաղաքացիական պարտքը։ Որդիների կանչասարակական կազմակերպությունը տարիներ շարունակ բողոքի ակցիաների միջոցով փորձել է արտնեստել հայի արժանապատվությունը, այն հայի արժանապատվությունը, որի համար կռվել, զոհվել են մեր տղաները։ Հայեր, ինչքան պետք է թույլ տաք, որ տրորեն մեր արժանապատվությունը ու կորորեն հավատակ իշխանական պաթոսներին։ Ինչքան պետք է թույլ տանք, որ այս լապշա հեղափոխությունը իր թիմով նսեմացնի ու ստրկացնի, Թուրքի առաջ ծնկի բերի ոչ միայն մեզ, այլ նաև մեր սերունդներին։ Մեկ-մեկ ուզում եմ վերանայել պատմությունը, հասկանալու համար, արդյոք մենք ենք Նժդեհի Թեհլերյանի հայը։ Ինչևէ, մինչև այդ կեղծ խաղաղության օրակարգով հիանալը, ամենքդ ձեզ հարց տվեք, ինչ էին արել 5000 տղերքը, ինչ էին արել հայ գերիները, ովքեր այսօր Բաքվի բանտերում են։ Միթե Գերագույն Սրիկայի միտքը, թե ունենալու ենք նույն ելքը իհարկե առանց զոհերի, ձեզ հանգստացնում է։ Այսօր էլ հասել է նրանց ծնողներին, ում կարողանում է փողով առնում է, ում էլ ոչ տերորիստի անվան տակ փակում։ Մինչև երբ, մինչև ուր ենք թողնելու, որ Նիկոլը մեզ ծաղրելով ինքնահաստատվի, թե իբր ծնկաչոք ներում է խնդրում։ Գիտեք, ծիծաղելի կլիներ ամեն ինչ, եթե այսքան ողբերգական չլիներ մեր վիճակը։ Նրա գործունեության արդյունքում մենք կորցրեցինք հայրենիք, զավակներ, արժանապատվություն, հիմա արդեն ազգային դիմանկար ու 3000-ամյա պատմություն։ Նրանք անում են այն ամենը հային ստորացնելով Ալիևին հաճոյանալու համար, որովհետև մենք լուռ ենք, որովհետև բարոյական ճգնաժամ կոչված այդ հիվանդությունը մեզանում խոր արմատներ է գցել։ Իհարկե դժվար է խոսել բարոյականությունից, երբ երկրիդ վարչապետը զավակից զոհելուց հետո իր պատիժը համապատասխան վայրում կրելու փոխարեն հայտարարում է, որ նրանք զոհվել են հանուն իր և մյուսների ուրախության ու երջանկության։ Փաշինյանի ուրախությունն ու երջանկությունն այնքան լիարժեք է, որ Արցախի հայաթափման երկրորդ տարելիցին մեկ բառով անգամ չի հիշում հայրենիքի համար իրենց կյանքը զոհած 230 արցախցի երիտասարդներին։ Եվ հանկարծ չկասկածեք, եթե նա այսօր փակի տակ է պահում սրբազաններին, վաղը կստիպի իսլամ ընդունել։ Ախր այնքան ամեն ինչ գլխի վայր է, որ չգիտես ով է։ Սամվել Կարապետյանն ու էլի շատ ու շատ կարգին հայեր կալանավորված են։ Իսկ դրսում բացարձակ բեսպրիձել է, վենդետաներ, կրակոցներ, վերջին դեպքն էլ վառապացույց։ Ուշքի եկեք ժողովուրդ։ Վաղը ուշ կլինի, երբ Փաշինյանը որոշի լիակատար երջանկության համար անհրաժեշտ է զոհաբերել հայկական պետականությունն ազգային պատկանելությունը։ Ես և իմ բախտակից ընկերները կոչ ենք անում բոլոր ուժերին, բոլոր հայրենասեր հայերին համախմբվել։ Համեցեք